Բարև ձեզ սիրելի բարեկամներ, դուք դիտում եք առավոտի ջրբաժան նախագիծը, որի ընթացքում մենք խոսում ենք ավանդույթների և արդիականացման մասին։ Եվ այժմ իմ զրուցակիցն է պատմական գիտությունների դոկտոր ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը, շնորհակալ եմ Աշոտ։ Քաղաքական գործիչները սովորաբար խոսում են տարբեր ժամանակաշրջանների միջև փոսերի, արվակների կամ անդունդների մասին։ Իսկ ես ցանկանում եմ դրանց միջև ինչ-որ կարեր և կապեր տեսնել։ Մասնավորապես առաջին, երկրորդ և երրորդ հանրապետությունների միջև։ Ի վերջո 20-րդ դարում մենք հայերս 3 անգամ փորձ ենք կատարել պետականություն ստեղծել։ Դա մեր մասին լավ է խոսում, չէ՞։ Շատ հետաքրքիր հարց եք տալիս, որտեվ գիտեք, այս 3 հանրապետությունների միջև հստակ ջրբաժան է դրվել միշտ։ Հասկանալի է, խորհրդային տարիներին առաջին հանրապետությունը բացարձակապես չէր ընդունվում եւ կոնյունկտուրայից ելնելով բուրժուական հանրապետություն էին համարում, օրինակ հայոց պատմության այժորդի պատմության ակադեմիական 8 հատորյակի մեջ, երբ բացում ես այդ ժամանակաշրջանը, գրած է Հայաստանի բուրժուական հանրապետությունը։ Հանրապետություն, որտեղ սով, գաղթականություն, հիվանդություններ եւ այս պայմաններում հանրապետությունը կոչվում էր բուրժուական հանրապետություն։ Իրականության մեջ խոր ուսումնասիրելուց հետո դու զգում ես, որ այդ 3 հանրապետությունների մեջ շատ հետաքրքիր օրգանական կապ գոյություն ունի։ Նախ ասենք, թե ինչպես կյանքի կոչվեց առաջին հանրապետությունը։ Ցավալիորեն պատմագրության մեջ եւ քաղաքական շրջանակներում մինչեւ հիմա էլ կա այն թյուր կարծիքը, թե մենք դատապարտվեցինք անկախության 1918 թվականին, քանի որ ցարական Ռուսաստանը փլուզվեց եւ այդ ավերակների վրա ստեղծվեցին հանրապետությունները, 3 անդրկովկասյան եւ այլ հանրապետություններ, ինչպես դա տեղի ունեցավ նաեւ 1991 թվականին, եւ իրականության մեջ փորձում են ներկայացնել, թե այո, մեծ կուտեղի վրա անգամ թուրքերը մատուցեցին այդ հանրապետությունը։ Նկատի ունենալով 1918 թվականի հունիսի 4-ի Բաթումի պայմանագիրը։ Իրականությունն այն է, որ այդ հանրապետությունը եւ ընդհանրապես անկախությունը որպես գաղափար նախորդ դարաշրջաններում արդեն գոյություն ուներ գաղափարական մակարդակով եւ հենց այնպես անապատում չստեղծվեց եւ պարար թող կար դրա համար հայ քաղաքական կուսակցությունները շատ սահուն ձևով շրջանցում էին անկախության գաղափարը եւ հիմնական խնդիր համարում էին 61-րդ հոդվածի համաձայն Բեռլինի բարեփոխումների իրականացումը հայկական հարցի լուծումը, բայց դրա տակ ենթատեքստով նկատի ունեին անկախությունը։ Եվ 1918 թվականի անկախությունը մեզ տրվեց շնորհիվ այն բանի, որ արդեն մենք դրա մոդելը 1915 թվականի մայիս, հունիս, հուլիս ամիսներին ունեինք շնորհիվ Արամ Մանուկյանի, որը որ Վանն ազատագրելուց հետո ռուսական զորքերի եւ հայ կամավորականների կողմից Վան ազատագրելուց հետո մենք այնտեղ փաստորեն պետականության այդ մոդելը ստեղծեցինք։ Եվ պատահական չէր, որ երբ Թիֆլիսի հայոց ազգային խորհուրդը ժողովներ էր անում, թե մայրաքաղաքը պետք է լինի Թիֆլիսը, թե Երևանը անկախ հանրապետության, Արամ Մանուկյանն արդեն մի քանի ամիս Երևանում էր եւ ասում էր, որ պիտի տեղափոխվել ամբողջապես որպես կառավարություն իշխանություն Երևան եւ ինքը ստանալով դիկտատորի լիազորություններ եկավ եւ այն ամեն ինչ, որ նա կյանքի իր կոչե 15 թվականին Վանում, Վանի նահանգային վարչության տեսքով, որպես պետության նախամոդել, ուղղակի դա կիրառեց կյանքում եւ կարողացավ կյանքի կոչել առաջին հանրապետությունը։ Պատկերացրեք, ընդամենը 2.5 տարվա ընթացքում սովի գաղթականության պատերազմների այս բովի մեջ զարմանալիորեն հայ ժողովրդի մեջ շատ կարճ ժամանակում ծնվեց պետականության գաղափարը։ Այնքան խորն էր այդ գաղափարը, որ երբ որ քեմալա-բոլշևիկյան համագործակցության արդյունքում 1920 թվականի աշնանը ընկավ առաջին հանրապետությունը, փաստորեն արտաքին գործոնների ազդեցության տակ, ընդամենը 1-2 ամիս հետո հայ ժողովուրդը նորից խռովվեց եւ 1921 թվականի փետրվարի կեսերին ապստամբելուց հետո տապալեց նորից բոլշևիկյան ռեժիմը եւ կյանքի կոչեց անկախ հանրապետություն։ Այն ինչ որ կոչվում էր Փետրվարյան ավանտյուր։ Ավանտյուրա էին ասում, երբեմն ավանտուրա էին ասում։ Խորհրդային ժամանակի այն հեղինակները, որոնք որ շատ կարծրատիպ մոտեցում ունեին այս խնդիրների նկատմամբ։ Ավելին ասեմ ձեզ, իսկ այն բանից հետո, երբ որ Երևանում խորհրդային կարգեր էին հաստատվել 20 թվականի դեկտեմբերի 2-ին, Գարեգին Նժդեը իր գործունեությունը շարունակելով հարավում Սյունիքում, հասկանալով Սյունիքի կարևորությունը ռազմավարական, ամսի 25-ին դեկտեմբերի հռչակեց այդ տարածաշրջանը որպես ինքնավար Սյունիք պետություն։
այսինքն անկախությունը պահպանեց եւ թյուրիմացաբար միջև հիմա մենք ասում ենք թե Անդրկովկասում կամ այսօր Կովկասում վերջին պետությունը, որը որ եղել է անկախ, դա Վրաստանն է 1921 թվականի փետրվարի 25-ը։ Ոչ, ավելին ասեմ ձեզ, վերջին հակախորհրդային եւ անկախ այսպես կազմավորումը դա ինքնավար Սյունիքն էր, որը որ 1921 թվականի ապրիլի 27-ին վերածվեց Լեռնահայաստանի, իսկ հունիսի 1-ին վերանվանվեց Հայաստանի Հանրապետության։ Մինչև հուլիսի կեսերը, երբ որ Գարեգին Նժդեհը համոզվելով, որ այդ տարածաշրջանը պետք է գոնե մնա խորհրդային Հայաստանին, լքեց Հայաստանը, անցավ Մեղրի հատվածում Արաքսը եւ հեռացավ Պարսկաստան։ Այսինքն ուզում եմ ասել, որ այդ կարճ ժամանակահատվածում ժողովուրդը ստացավ այդ անկախության համը, հոտը եւ ճաշակելուց հետո շատ արագորեն կողմնորոշվեց 21 թվականի փետրվարին նորից դեպի անկախությունը։ Հետաքրքրական է նաեւ գիտեք ինչն է, որ հայ բոլշևիկները, որոնք բացարձակապես անկախ պետականության խնդիր չէին տեսնում, մեզ տեսնում էին որպես սոցիալիստական ապագա Ռուսաստանի մաս, դա կլիներ նահանգ, դա կլիներ մեկ այլ անվան տակ, համենայնպես վարչական միավոր էին դիտում, երբ որ հետևում ես հայ բոլշևիկների աշխատություններին, չես տեսնում անկախության գաղափարի մասին որևէ ընդգծում։ Բայց ինչն է հետաքրքրական, երբ որ Բաքվում 1920 թվականի նոյեմբերի 15-ին ստեղծվեց հայ հեղկոմը Սարգիս Կասյանի գլխավորությամբ, որը եկավ Իջևան, ուրեմն նոյեմբերի 29-ին եւ ներխուժելով անկախ Հայաստանի տարածք եւ տեղի չունեցած բանվորա գյուղացիական ապստամբության անունից Հայաստանը հռչակեց խորհրդային, բայց ինչն էր հետաքրքիր, խորհրդային անկախ հանրապետություն։ Այսինքն հայ բոլշևիկները եւս հասկացան, որ առաջին հանրապետության շրջանում ժողովուրդը արդեն ճաշակել է անկախության բերկրանքը եւ չի կարող անկախ բառից հեռանալ, թեկուզ եւ անվտանգության տեսանկյունից խորհրդային Ռուսաստանի ներքո իրեն ավելի պետք է որ լավ զգա, այլ ընտրանք չունենալով։ Եվ տեսեք, մինչև 1922 թվականի մարտի 12-ը անդրդաշնության ստեղծումը խորհրդային 3 հանրապետություններից, փաստորեն խորհրդային Հայաստանը շարունակում էր մնալ թեկուզ եւ ձևականորեն, բայց անկախ հանրապետություն սոցիալիստական։ Հետո ստեղծվեց այդ դաշնությունը, մտան անդրդաշնության մեջ, իսկ արդեն տարեվերջին 22 թվականի դեկտեմբերի 30-ին անդրդաշնությունը մաս կազմեց ԽՍՀՄ-ին, ձևավորվեց ԽՍՀՄ-ը։ Ավելին ասեմ ձեզ, տեսեք, նախկին առաջին հանրապետության հետ քաղաքական իր կառուցվածքով, պետական կառուցվածքով կապ չունեցող խորհրդային Հայաստանը հետաքրքրական է, որ պետական կառավարման շատ գործառույթներ ընդօրինակեց առաջին հանրապետությունից։ Տեսեք, առաջին ամիսներին նույնիսկ մի քանի հայ դիվանագետներ, օրինակ ասենք Արգուցյանը, որը որ կամավորական ջոկատներից մեկի հրամանատարն էր եւ նշանակված էր Հովսեփ Արգուցյանը Պարսկաստանում Հայաստանի Հանրապետության անկախ հանրապետության դեսպան, դեռ որոշ ժամանակ շարունակեց իր գործունեությունը որպես խորհրդային Հայաստանի ներկայացուցիչ։ Սուրխատյանը շարունակեց գործունեությունը Վրաստանում, խորհրդային Վրաստանում, նախկին հանրապետության ներկայացուցիչը։ Դրոն դարձավ 11-րդ Կարմիր բանակի կազմում ձևավորված հայկական բանակի հրամանատար, մինչև 1921 թվականի հունվարի վերջը, երբ որ նրան ստիպեցին լքել Հայաստանը եւ Բաքվի վրայով անցնել Մոսկվա եւ այնտեղից արտասահման, երբ նա խոստացել էր, որ ինքը իբր խորհրդային իշխանության հետ կհամագործակցի, բայց անցավ արտասահման, իհարկե իր այդ ճակերտյալ խոստումը դրժեց։ Ուզում եմ ասել, որ շատ հետաքրքրական է, որ առաջին հանրապետության որոշ գործառույթներ անցան երկրորդ հանրապետությանը, խորհրդային հանրապետությանը եւ որքան էլ մենք ասենք, թե այն ուղղակիորեն խորհրդային պետության ուղղակի մաս էր կազմում, այդպես չէ։ Չլիներ խորհրդային Հայաստանը իր կարգավիճակով, չունենար սահմանադրություն, ինչպես տեղի ունեցավ 1936 թվականի Ստալինյան սահմանադրությունից հետո, խորհրդային Հայաստանը 1 տարի հետո ունեցավ իր արդեն երկրորդ սահմանադրությունը, որպես խորհրդային սոցիալիստական հանրապետություն, եւ հետաքրքրական է, որ առաջին անգամ հայտնվեց կետ այնտեղ սահմանների փոփոխության վերաբերյալ առանց Գերագույն խորհրդի համաձայնության որևէ
ուրեմն փոփոխություն չէր կարող տեղի ունենալ, որը 90 թվականից հետո հնարավորություն տվեց, որ մինչ այդ տեղի ունեցած այդ փոփոխությունները այլևս չկրկնվեն եւ տարածքային կորուստներ չունենան։ Մի փոքր հետ գնանք, ապա առաջին հանրապետությունը հռչակվել էր ցեղասպանությունից հետո կամ ցեղասպանության ընթացքում։ Ընդհանրապես ցեղասպանության թեման առաջին, երկրորդ եւ երրորդ հանրապետություններում։ Իհարկե ցեղասպանություն բառը առաջին հանրապետության շրջանում գոյություն չուներ, բայց որպես երևույթ արդեն Երևանի թեմի առաջնորդը կամ Արարատյան թեմի առաջնորդը Խորեն Մուրադբեկյանը, որ հետագայում պիտի դառնար ամենայն հայոց կաթողիկոս, առաջինը նա էր, որ ապրիլի 24-ը որպես այսպես խորհրդանշական օր հայ մտավորականների ձերբակալության հատոկ սգո պատարակներ էր կազմակերպում եկեղեցում, իսկ որը որ մինչև Գևորգ 5-րդը շարունակեց որպես կաթողիկոս, բայց արդեն 1924-25 թվականից խորհրդային իշխանություն այն արգելեց։ Ինչու՞։ Որովհետև խորհրդային միության եւ Թուրքիայի հանրապետության միջև սերտ հարաբերություններ գոյություն ունեին, դա գաղտնիք չէ, Քեմալա բոլշևիկյան համագործակցությունը շարունակվեց մինչև Մուստաֆա Քեմալի մահը, որից հետո իրավիճակը փոխվեց, երբ իշխանության եկավ Իսմետ İnönü'n, հարաբերությունները վատթարացան եւ այդ նույն Թուրքիան, որը որ փրկվեց խորհրդային Ռուսաստանի աջակցությամբ, ընկավ արևմուտքի գիրկը։ Եվ հետո էլ արդեն երկրորդ աշխարհամարտից հետո դարձավ ՆԱՏՕ-ի անդամ պետություն։ Արդեն խորհրդային պետության թշնամի երկիր։ Իսկ իհարկե ցեղասպանության խնդիրը որպես այդպիսին ջարդերի պատմություն որպես բացարձակապես չէր շոշափվում խորհրդային Հայաստանում, Սփյուռքում այդ մասին գրում էին, հատկապես բազմաթիվ հայրենակցական միություններ էին ստեղծվել, որոնք ահռելի քանակությամբ գրականություն տպագրեցին վերապրողների հուշագրությունները, որոնց շնորհիվ շատ բան կարողացան պահպանել։ Չէր շոշափում մինչև 65 թվականը։ Այո, բայց հենց որ Թուրքիան մաս կազմեց 50-ական թվականներին արդեն ՆԱՏՕ-ին, բնականաբար խորհրդային ղեկավարությունը շահագրգռված էր, որ Թուրքիայի հասցեին որպես այսպես մեղադրանք ցեղասպանության այս պիտակը կպցվեր եւ բնականաբար խորհրդային ղեկավարներն օգտվելով առիթից 60-ական թվականներին այդ խնդիրը առաջ մղեցին։ Դեռ Գրիգոր Հարությունյանից սկսած, որը ջարդերի մասին խոսում էր, մինչև 53 թվականը իրեն պաշտոնանկ անելը, Թովմասյանի ժամանակ ավելի քիչ խոսվեց, բայց իհարկե արդեն Զարոբյանի ժամանակ 60-ական թվականներին եւ Քոչինյանի օրոք այս խնդիրը արդեն պետականորեն սկսեց շրջանառվել, ել չեմ ասում, որ նույնիսկ Մոսկվան էր արձագանքում եւ Պրավդա թերթում որպես կանոն միշտ տպագրվում էին հոդվածներ ապրիլի 24-ի նախօրյակին։ Դա հիմք է տալիս պնդելու, որ ցեղասպանության ճանաչման հարցը բարձրացնել են բոլշևիկները, սովետը եւ դա չկար, այսպես ասած, մեր մենթալիտետի մեջ։ Հա, այդպիսի բաներ, խոսակցություններ կան հիմա։ Իհարկե կան անել պետական մակարդակով, ոչ մեկի համար դա գաղտնիք չէ եւ ոչ էլ նորություն է։ Խնդիրն այն է, որ Սփյուռքում բնականաբար դրա մասին մշտապես խոսել են, որտեղ Սփյուռքը անմիջապես իր մաշկի վրա էր զգացել ցեղասպանությունն ու ցեղասպանության հետևանքները, ինքը լինելով ուղղակի ցեղասպանության հետևանք։ Այնպես որ Սփյուռքում հայ ժողովրդի մակարդակով եթե խնդիրը քննարկում ենք, բնականաբար դա մշտապես եղել է օրակարգում, հայ դատ որպես այդպիսի ձևակերպում, հայկական ջարդերի խնդիր, օրինակ ասենք դեռ 15-16 թվականից սկսած բազմաթիվ աշխատություն, օրինակ Ակունու աշխատությունները 1915-16 թվականին արդեն լույս են տեսել միլիոն հայերուն ջարդին պատմությունը արդեն 16, 17, 18 թվականին բազմաթիվ ժողովածուներ են լույս տեսել, այնպես որ խնդիրը կար Սփյուռքում։ Այլ հարց է, որ խորհրդային պետությունում դա արգելված է եւ ամենևին չէր նշանակում, թե մտավորականությունը կամ ասենք այն շերտերը, որոնք որ հնարավորություն ունեին գոնե ինտելեկտի շնորհիվ հետազոտելու զանազան ճանապարհներ, այսպես ասած, շրջանցելով, խնդիրը գոյություն չուներ։ Հայ արվեստագետները, հայ պատմաբանները խնդրի մասին բնականաբար լավ գիտեին, օրինակ ասենք Մկրտիչ Ներսիսյանը արդեն 50-ական թվականների սկզբներին սկսեց աշխատել մի թեմայի վրա, որը կոչվում էր հայ ժողովրդի ազատագրական պայքարը թուրքական բռնատիրության դեմ։ Ընդ որում խոսում էր նաև այն մասին, թե ինչու 90-ական թվականներին հայ ժողովուրդը ֆիդայական շարժում ձևավորեց, որտեղ կար 90-ական թվականների կոտրածներ, այ 1800-ականների մասին է խոսքը, առավելևս առաջին աշխարհամարտի տարիներին ինչու հայ ժողովուրդը կամավորագրվեց
ռուսական բանակին եւ կռվեց թուրքերի դեմ, որը որպես առիթ օգտագործվեց թուրքական կողմի համար հայկական ջարդեր սանձազերծելու համար։ Մի փոքր շեղվելով, բայց շատ չենք շեղվում։ Չեմ կարող չհիշել, որ վերջերս բառացիորեն վերջերս Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանը պահանջել է ՄԱԿ-ից, որ 1918 թվականի իրադարձությունները ճանաչվեն որպես հայերի իրականացրած ցեղասպանություն ադրբեջանցիների դեմ։ Ինչ է տեղի ունեցել 1918 թվականին։ Ուրեմն այդ հարցին պատասխանեմ այսպես. Նախ բարձենք թե ինչ է տեղի ունեցել 1905 թվականի փետրվարի 6-ից սկսված, երբ Բաքվում սկսվեցին առաջին հայկական ջարդերը։ Իհարկե ռուսական իշխանությունները գեներալ Նակաշիձեն նահանգապետ դրանում մասնակից էին եւ դա պայմանավորված էր ռուսաստանյան առաջին հեղափոխությամբ, որպեսզի հեղափոխականորեն տրամադրված հայ բնակչությանը շեղեին հակացարական պայքարից եւ նրանք զբաղվեին թաթարների դեմ կռիվներով, հաշվի առնելով հայ-թաթարական թշնամանքը, որը արդեն ամբողջ 19-րդ դարի ընթացքում ձևավորվել էր։ Եվ այդ ժամանակ փետրվարի 6-ին կազմակերպվեց երկու թաթարների սպանություն, որոնք որ բանտից իբր թե պետք է փախչեին, սադրանք կազմակերպեց եւ երկու հայ զինվորականներ կրակեցին նրանց վրա, որտեղ նրանք փախուստ էին դիմել։ Եվ արդյունքն եղավ այն, որ ամբողջ Բաքվում տարածվեցին լուրեր, թե հայերը կոտորում են թաթարներին։ Եվ դրանից հետո մուսուլմանական խաժամուժը գրոհեց հայկական թաղամասը։ Բաքվի հայկական թաղամասը, այո, եւ այդ Արմենիքեն կամ Հայկաշեն կոչված թաղամասը տասնյակ եւ հարյուրավոր զոհեր ունեցավ։ Իհարկե շնորհիվ դաշնակցության փոքրիկ խմբակների առաջին հերթին Նիկոլ Դումանի, հետո նաև արդեն Արմեն Գարոյի Թիֆլիսում, Քերու Արշակ Գավաֆյանի, Համազասպի Արցախում այդ ալիքը, որ տարածվեց ամբողջ Անդրկովկասում, փոքրիկ ջոկատներով հնարավոր եղավ այդ մուսուլմանական ջոկատների հարձակումները կանխել։ Ուրեմն 1905-6 թվականին հայ-թաթարական կռիվների ժամանակ իրենք առաջինը նախահարձակ եղան եւ կազմակերպեցին հայկական կոտորածներ։ 1918 թվականին թուրքական բանակը եւ ներխուժեց Արևելյան Հայաստան, տեղի ունեցան ջարդեր Արևելյան Հայաստանում, ապա Հայաստանի հյուսիսային հատվածով եւ Վրաստանի հարավով թուրքական բանակը Նուրի Փաշայի գլխավորությամբ ամռանը շարժվեց դեպի ներկայիս Ադրբեջանի տարածք, որի մայրաքաղաք, հետագա մայրաքաղաք Բաքուն գտնվում էր հայերի ձեռքին։ Բաքվի կոմունան գոյություն էր այնտեղ եւ արևմտյան ճակատից եկած դաշնակցական ջոկատները հավաքվել էին Բաքվում մինչև 10,000-12,000 մարդ գեներալ Բագրատունու գլխավորությամբ, Համազասպի, Սեբաստացի Մուրադի, որոնք որ կազմակերպեցին Բաքվի պաշտպանությունը։ Այդ ճանապարհին ուրեմն Շամխորի, Շաքիի, Նուխի հատվածում եղան դիմադրական մարտեր Նուրի Փաշայի զորքերին։ Այդ դիմադրական մարտերի ժամանակ եղել են զոհեր, որոնց նրանք վերագրում են իբր թե խաղաղ բնակչություն է եղել, այնինչ Նուրի Փաշայի զորքին միացած թաթարական ջոկատներ էին զինված, որոնք որ ավազակությամբ էին զբաղվում եւ նաեւ մարդասպանությամբ հայ բնակչության նկատմամբ։ Խոսքը սրա մասին է, որից հետո թուրքական բանակը Նուրի Փաշայի գլխավորությամբ հասավ մինչև Բաքու եւ սեպտեմբերի 15-ին քաղաքը գրավելուց հետո կազմակերպեց 30,000 հայերի ջարդը։ Սա արյունալի իրադարձություն էր Բաքվի ջարդերի մասին, ոչ մի խոսք եւ խոսում են դրանից առաջ մարտական գործողությունների ժամանակ զոհված մի քանի հարյուր թաթարների մասին։ Էլ չեմ ասում 1920 թվականի մարտի 22-ին ինչ տեղի ունեցավ։ Նովրուզ Բայրամի նոր տարու օրը Զանգեզուր Ղարաբաղի նահանգապետ անգլիացիների կողմից նշանակված Խոսրովբեկ Սուլթանովը, որ խոստացել էր հայ բնակչության անվտանգությունը երաշխավորել, հարձակվեց Շուշիի հայկական թաղամասի վրա։ Թաթար էր այդ մարդը։ Թաթար էր։ Ավելի շուտ ինքը քուրդ էր եւ թաթարացած, ադրբեջանականացած ասեմ, որտեղ 20 թվի մասին ենք մենք խոսում, հանրապետությունը արդեն այդ անունը կրում էր, բայց էթնիկ առումով բնականաբար խոսքը ադրբեջանցիների մասին խոստինել չէր կարող։ Եվ կազմակերպեց Շուշիի կոտորածները, որից հետո, ինչպես ասում են, Շուշին այլևս ուշքի չեկավ ամբողջ ժամանակահատվածում ավելի քան 1 դար, մինչև 2020 թվականը։ Եվ հայերը որքան էլ այն ազատագրելուց հետո 92 թվականին
վերաշինում էին, Շուշին չդարձավ այն Շուշին, որ եղել էր դրանից առաջ եւ ծաղկած պատմամշակութային հզոր օջախ էր այն, մեր մեծերի մի զգալի մասը Շուշիից են դուրս եկել եւ Շուշին մեր պատմության մեջ առանձնահատուկ նշանակություն ունի։ Շարունակենք խորհրդային տարիներին 1988 թվականի փետրվարի վերջին Սումգայիթի կոտորածները, 1989 թվականի նոյեմբեր Կիրովաբադի ջարդերը, 1990 թվականի հունվարին Բաքվի կոտորածները, որոնք ստիպեցին խորհրդային ղեկավարությանը արդեն զորք մտցնելու Բաքու եւ այնտեղ խորհրդային զորքերի եւ ադրբեջանցիների միջև բախումներ եղան, զոհեր եղան եւ շեհիդների պուրակը ծնվեց այդպես եւ հայության մասին մոռացության տրվեց ամեն ինչ։ Ուրեմն, ինչպես ասում է ժողովուրդը, սելը ճռռալու փոխարեն սելվորն է ճռռում։ Փոխանակ մենք խոսենք սրա մասին։ Փոխանակ մեր արտգործ նախարարությունը համարժեք ձևով արձագանք տա թե տեսեք պատմության ընթացքում ինչ է տեղի ունեցել իրականում։ Մենք ենք ցեղասպանության ենթարկվել Օսմանյան կայսրությունում 2 անգամ 1890-ականներին, 3 անգամ Ադանայում 1909 թվականին եւ 1915-16-ին ամբողջ Օսմանյան կայսրության տարածքում եւ որից հետո 1905 թվականից մինչեւ 2023 թվականը ներառյալ մենք ենք ցեղասպանվել եւ դուք եք խոսում եւ տեսեք վերցնենք վերջին իրադարձությունները 2020-23 թվականի Արցախյան 44-օրյա պատերազմը եւ 23 թվականին հայաթափման այս գործընթացը 9 ամիս հայությանը սովի մեջ պահելուց հետո շրջափակման մեջ։ Սա դասական ցեղասպանություն էր, որ իրականացրեց Ադրբեջանը ընդօրինակելով ավակ եղբորը Օսմանյան Թուրքիային։ 1948 թվականի կոնվենցիայի դեկտեմբերին կոնվենցիայի համաձայն Ռաֆայել Լեմկինի ամբողջապես այդ կետերի համապատասխան տեղի ունեցածը Արցախում որակվում է որպես ցեղասպանություն, որովհետև բռնության ճանապարհով մարդկանց պարտադրելը արտագաղթի եւ հայրենազրկելը բնականաբար նույնպես համարվում է ցեղասպանություն։ Մենք կարող ենք ենթադրություններ անել կամ եզրակացություններ անել, թե ինչու է Բաքուն վերցրել, այսպես ասած, ցեղասպանության նարատիվը, ինչպես իբանտը ասում են, հակադրելով, որ մենք չխոսենք դրա մասին, թե ինչ։ Իհարկե։ Նախահարցակ են լինում, այսինքն իմանալով, որ մեր ձեռքին, որքան էլ վատ է հնչում այդ բառը, մեծ խաղակարտ է եւ Օսմանյան Թուրքիայի երեսին անդադ այդ ցեղասպանի պիտակը կպցնելու համար եւ նույնը նաեւ ադրբեջանցիների, նրանք նախահարցակ են լինում, թուրքերն էլ նույն բանն էին անում, որ 1915-ին տեղի են ունեցել դժբախտություններ, երկուստեք միմյանց կոտորել են, բախումներ են եղել, բախումների ընթացքում եւ թուրքեր են զոհվել եւ զոհվել են հայեր, այնպես որ ցեղասպանություն չի եղել։ Ադրբեջանցիները ավելի առաջ են գնացել, նրանք ասում են հայերն են հենց մեզ ցեղասպանել եւ նման գործելակերպի արդյունքում նրանք սպասում են, որ մենք եւ այդպես էլ տեղի ունեցավ հայելային տարբերակով իրենց կառաջարկենք, որ ավելի լավ է այդ խոսույթից երկուստեք հրաժարվել։ Բայց հայելային չի լինում, մենք արդեն հրաժարվում ենք, չէ՞, ցեղասպանության մասին կամ էթնիկ զտման 23 թվականի խոսել, բայց նրանք չեն հրաժարվում եւ կարծես թե չեն էլ պատրաստվում հրաժարվել։ Այո, հենց այդպես է, ցավոք սրտի։ Տեսեք, ես բազմիցս ընդգծել եմ այդ հանգամանքը, որ ցեղասպանության մասին չխոսելը ամենևին չի նշանակում, թե դարձնում ես Հայաստանն անվտանգ եւ հայ ժողովուրդը անվտանգ։ Ընդհակառակը, երբ որ դու հանրահռչակում ես քո հարևանի կողմից իրականացրած ոճրագործությունը, դու դրանով հանրությանը համաշխարհային հիշեցնում ես, որ դու նորից ցեղասպանվելու վտանգի առաջ ես։ Երբ որ մենք խոսում էինք հայոց ցեղասպանության մասին, մենք անդադ նշում էինք, որ Արցախում ցեղասպանության վտանգը յաթաղանի նման կախված է մեր հայրենակիցների գլխին, ինչը որ տեղի ունեցավ, ինչը որ լրջորեն չընկալվեց աշխարհի կողմից, մենք էլ հավուր պատշաճի չկարողացանք դրա քարոզչությունը ապահովել։ Հիմա խոսենք երկրորդ եւ երրորդ հանրապետությունների, այսպես ասած, կարի մասին, հա, կամրջի մասին, եւ երևի պետք է սկսենք 60-70-ական թվականների ազգային զարթոնքից եւ այդ էլի ցեղասպանության հետ կապված, բայց ոչ միայն։ Արդյոք այնուամենայնիվ 88 թվականի շարժումը եւ հետագայում երրորդ հանրապետությունը ինչ որ ձևով դրա ժառանգորդն է։ Նախ խորհրդային Հայաստանի կարգավիճակի մասին երկու խոսք։ Գիտեք, որ պատմաբանների մի մասը, իհարկե փոքրամասնություն են նրանք եւ քաղաքական գործիչների մի զգալի մասը համարում են, որ երկրորդ հանրապետություն չկա, կա առաջին հանրապետություն, կա եւ երրորդ հանրապետություն։ Ես
այդ կարգի հեղինակներին այսպես հարցին հարցով են պատասխանում։ Այդ դեպքում ինչպես ստացվեց, որ երրորդ հանրապետությունը կյանքի կոչվեց երկրորդ հանրապետության սահմաններով, նրա սահմանադրության շրջանակներում, նրա բարձրագույն օրենսդիր մարմին Գերագույն խորհրդի որոշմամբ 1990 թվականի մայիսին տեղի ունեցած ընտրությունների արդյունքում իշխանափոխությունից հետո անկախության հռչակագրով, որը որ դարձյալ Գերագույն խորհուրդն ընդունեց։ Եվ շատ հետաքրքրական է, որ այդ տեսակետը պաշտպանողներից Պարուր Հայրիկյանը, որի հետ մենք բավական հարգալից լավ վերաբերմունք ունենք, ինձ ասում է, որ որպես պատմաբան ձեզ հարգում եմ, բայց չեմ կարողանում ընդունել, որ կա երկրորդ հանրապետություն։ Ես էլ կես կատակ կես տուր ասում պարոն Հայրիկյան, այդ դեպքում ինչպես է ստացվել, որ դուք 1990 թվականի մայիսին լինելով Միացյալ Նահանգներում ընտրվել եք մի երկրի Գերագույն խորհրդի, այսինքն օրենսդիր մարմնի падգամավոր, որը գոյություն չուներ, որի շնորհիվ դուք կարողացաք Միացյալ Նահանգներից վերադառնալ Հայաստան եւ դարձաք երկրի падգամավոր, այսինքն օրենսդիր մարմնի падգամավոր։ Ուրեմն նշանակում է, որ ատրիբուտներ, հատկանիշներ պետականության կար այնուամենայնիվ, օրենսդիր իշխանություն կար, գործադիր իշխանություն կար, դատական իշխանություն կար, որը որ մեծապես կախված էր Մոսկվայից, բայց քանի որ այն կար սահմանադրություն, կային սահմաններ, դրանք հնարավորություն էին տալիս քեզ հենց խորհրդային միության կազմից դուրս գալու։ Հիմա պատկերացրեք, որ մենք լինեինք Ստավրոպոլի երկրամասի նման կարգավիճակ ունեցող մի տարածք։ Հնարավոր կլիներ 91 թվականին անկախանալ։ Միանշանակ ոչ։ Այդ ինչու է Ժիրինովսկին ասում, որ բոլշևիկների ամենամեծ սխալն այն էր, որ նրանք ստեղծեցին խորհրդային հանրապետություն։ Ինչու ստեղծեցին։ Ստեղծեցին, որտեղ 18-20 թվականին այդ անկախ հանրապետությունները կային, ժողովրդին հանդարտեցնելու համար, պետականության զգացում ունեցող արդեն հատվածին հանգստացնելու համար նրանք գոնե խորհրդային հանրապետությունները պահպանեցին, որոնք իհարկե հանդիսացան հենք հետագայում անկախ հանրապետության համար։ Հիմա անցումը ինչպես տեղի ունեցավ։ Բարեբախտաբար բավական սահուն ձևով տեղի ունեցավ եւ մեզ համար է շատ անհասկանալի էր, թե 88 թվականին սկսված Արցախյան շարժումը ղեկավարող հայոց համազգային շարժումը ինչպես հանկարծ անկախական շարժումը բերեց օրակարգ։ Դա բնական բան էր, որովհետեւ խորհրդային միությունը արդեն փլուզման եզրին էր կանգնած, այդ անկախական շարժումները ամբողջ միության տարածքում սկսել էին տարածվել եւ բնականաբար Հայաստանը դուրս չէր կարող դրանից մնալ եւ ճիշտ էր նաեւ նույն Հայրիկյանի այն պնդումը, թե Արցախը կանկախանա այն ժամանակ, երբ որ անկախը կազատագրվի այն ժամանակ, երբ որ անկախանա եւ ինչը արեց անկախ Արցախը արդեն 1991 թվականի սեպտեմբերի 2-ին։ Իսկ ավելի շուտ անկախացավ, քան խորհրդային Հայաստանը անկախացավ, չէ՞։ Մենք անկախացանք սեպտեմբերի 23-ին, 21-ի հանրաքվեի հիման վրա։ Ինչու՞։ Որտեւ Ադրբեջանը օգոստոսի վերջին իրեն անկախ հռչակեց, իսկ մենք արդեն 90 թվականի ապրիլի 3-ին խորհրդային օրենսդրությամբ Արցախն էլ կարողացավ անջատվել որպես պետական կազմավորում, որպես ինքնավար մարզ հենց խորհրդային Ադրբեջանի կազմից։ Այնպես որ ամեն ինչ եղավ միջազգային իրավունքի սահմաններում։ Ուզում եմ ասել, որ այ երրորդ հանրապետության ստեղծումը մեծապես պայմանավորված էր առաջին եւ երկրորդ հանրապետությունների գոյությամբ։ Սա միանշանակ է։ Եվ երբեմն երբ որ մարդիկ հայոյում են առաջին հանրապետության ղեկավարներին, պիտի գլուխ խոնարհեն նրանց առաջ, որտեվ այդ հանրապետությունը ծնեց նաև այսօրվա երրորդ անկախ հանրապետություն։ Իսկ Զարուբյանի, Քոչինյանի, Դեմիրճյանի առաջ մենք նույնպես պետք է գլուխ խոնարհենք։ Իհարկե, հասկանալով դարաշրջանը նաև, դարաշրջանը պիտի հասկանալ։ Գիտեք, կարելի է ամեն տեսակ պիտակ կպցնել, որ աթեիզմի հետ կապված օրինակ քննադատությամբ Կարեն Դեմիրճյանը հանդես է եկել, որ Մոսկվան իրեն քննադատեց, ինքն էլ հանդես եկավ զեկուցումներով, որ աթեիստական դաստիարակությունը բավական ցածր մակարդակի վրա է գտնվում։ Իհարկե, խորհրդային տարիներին իրականության մեջ մի բան էր իրական հայ լինելը, գործել հայեցի ձևով եւ իհարկե Մոսկվային ներկայանալ որպես խորհրդային գործիչ, որպես համայնավար կոմունիստ, սա էլ մեկ այլ բան էր։ Ոչ մեկ այլ գաղտնիք չէ, որ իրականության մեջ ունեին գործիչներ, որոնք առաջին հերթին հայ էին, հետո էին կոմունիստներ։ Ցավոք սրտի կային նաև կոմունիստներ, որոնք սկի հայ չէին։ Այդպիսիք էլ ունեին։ Օրինակ ասենք Ալեքսանդր Բեգզադյանի նման գործիչ ենք ունեցել,
20-ական թվականների սկզբին, որ բոլշևիկ լինելով այն բանից հետո երբ Մոսկվայի պայմանագրով Կարսը Սուրմալուն հանձնվեց թուրքերին, բողոքի նոտա ներկայացրեց Ժողկոմխորին, Լենինին ներկայացրեց այդպիսի բողոք։ Կար այդպիսի գործիչ, կար նաև գործիչ, որ ինչ ասեմ, Ավիս Նուրիջանյանի նման մարդ, որը կարող էր հրահանգել մարդկանց կացնահար անել Սարդարաբադի հերոսներին Երևանի բանտում։ Այդպիսի կոմունիստներ կային։ Պիտի մեկ ընդհանուր, այսպես ամանի մեջ չդիտենք մարդկանց, կարողանանք անհատապես նրանց գործունեությունը գնահատել։ Ինչ եք մենք ժառանգել երկրորդ հանրապետությունից։ Օրինակ արդյունաբերությունը հաստատ չենք ժառանգել, հա, ճիշտ հակառակը։ Բայց օրինակ հայրենասիրությունը, արդյոք գոյություն ունի խորհրդային հայրենասիրություն եւ արդյոք այսօրվա հայրենասիրությունը խորհրդային է, խորհրդային մոդելի է։ Բավական բարդ հարց եք տալիս, բայց որ խորհրդային տարիներին կար այդ հայրենասիրությունը, որը որ կիսով չափ կարելի ասել կեղծ գաղափարախոսության վրա էր կառուցվում, բայց այնքան էր մանկապարտեզից սկսած մինչև բուհ մարդու ուղեղը լցվում այդ գաղափարախոսությամբ, որ նա իսկապես պատրիոտիզմ ասածը հայրենասիրություն ուներ, դա իհարկե խորհրդային պատրիոտիզմ էր, բայց այսպես էր ասվում, կար մեծ հայրենիք եւ կար փոքր հայրենիք, խորհրդային տարիներին էին դա ասում, կամ ասում էին ձևով ազգային բովանդակությամբ սոցիալիստական, բայց իրականության մեջ հակառակն էր։ Եթե դու հետևում էիր, ձևով էր միայն սոցիալիստական բովանդակությամբ ազգային շատ բան կար։ Կամ ասենք օրինակ 70-ական թվականներին այդ ազգագրական երգերը, պարերը, որ մտան շրջանառության մեջ, մեր հերոստատեսությամբ առաջին անգամ մենք ապշահար եղանք, երբ որ սասունցիների, մշեցիների երգերն ու պարերն էին երգում, որոնք դարձան մեր պատմամշակութային ժառանգության անկախտելի մասը եւ ինքնություն ձևավորեցին։ Այնպես որ, գիտեք, գաղափարական դաշտի բացակայությունը, որ ցավոք սրտի երրորդ հանրապետության շրջանում գերակշռեց, բերեց 2020 թվականի մեր պարտությանը։ Եվ որը ցավոք սրտի շարունակում է այսօր։ Հերոսներ, մեծ հայրենականի հերոսներ գիտենք, եւ իդեպ էլի խորհրդային հայրենասիրությունը զուգորդվում էր հայկական, չէ՞, մենք ունեինք հայկական, չգիտեմ, ստորաբաժանումներ, այսպես ասած։ Եվ այնուհետև առաջին պատերազմի հերոսներ, չնայած հիմա ընդունված չի դրա մասին, մենք էլի ունենք անունները համենայն դեպս գիտենք։ 44 օրյա պատերազմի ժամանակ հերոսներ չեն եղել։ Շուշտ եղել են։ Հիմա տեսեք, վերցնենք մեր փառահեղ մարշալ Հովհաննես Բաղրամյանին։ Մարդը Արևմտյան Հայաստանում կռվել է։ Մարդ, որը որ խոստովանել է, թե Բասենի շրջանում դիրքերը զիջելու համար Զորավար Անդրանիկ իրեն ապտակել է։ Ինչի համար։ Երբ որ ասում է ներկայացա Անդրանիկին ասելով, որ մենք ճար չունեինք, ստիպված Էրզրումից նահանջեցինք դեպի Բասեն, ասում է զինվորների ներկայությամբ։ Եվ ամշապես նրան ապտակում է Անդրանիկը։ Հետո կողքի է գնում, ասում է ինչու ապտակեցիր։ Ասում է զինվորների մոտ ասել, որ մենք թույլ էինք, մենք տկար էինք, մենք քիչ էինք, դրա համար նահանջեցինք, չի կարելի նման բան ասել, մենք չենք կարող դու։ Եվ ասում է այդ ապտակը ինձ դարձրեց մարշալ։ Պատկերացրեք, ցարական բանակի զինվորականը հետո մասնակցեց Սարդարաբադի ճակատամարտին։ Հետո դարձավ խորհրդային միության մարշալ։ Այսինքն այդ հայրենասիրության մոդելը հայկական, որ ձևավորվեց հայ իրականության մեջ, տեղափոխվեց խորհրդային միություն, որտեղ այդ խորհրդային միության մեջ էր խորհրդային Հայաստանը եւ նրա անվտանգությունը ապահովված էր նաեւ խորհրդային միության հաղթանակով հայրենական կամ համաշխարհային երկրորդ պատերազմի ընթացքում։ Այնպես որ այդ հերոսները կային, այդ նույն հերոսների զավակները չէին, որ 26 հերոս ունենք մենք միայն Արցախից, 108 հերոսից 26 արցախցիներ են։ Էլ չեմ ասում Հյուսային Արցախից Չարդախլուի օրինակը, որտեղից երկու մարշալ ունենք, Բաղրամյանն ու Բաբաջանյանը, 14 գեներալ, տասնյակ սպաներ, գնդապետներ, որոնք որ իրենց ուղն ու ծուծով հայ էին ամեն ինչով, բայց խորհրդային միությանն էին ծառայում։ Կամ ասենք Լորիս Մելիքովը, որ ցարական ժամանակներում գեներալ էր, հայրենասեր չէր, կամ Լազարևը, կամ Արշակ Ղուկասովը, բազմաթիվ վկայություններ կան հայերենով գրված, որ ես կռվում եմ հայրենիքի համար Արևմտյան Հայաստանում։ Այնպես որ, գիտեք, հայրենասիրությունը շատ դեպքում բացարձակապես կապ չունի քաղաքական ռեժիմի հետ։ Դա մարդու անհատի ներաշխարհն է, որը բնորոշ է հենց միմիայն իրեն։ Վերջին հարցը,
Մենք խոսեցինք առաջին, երկրորդ, երրորդ հանրապետությունների մասին։ Մեզ պետք է 4-րդ հանրապետություն, այսինքն եւս մի ջրբաժան մի հատ post տնենք եւ թռնենք արդեն հաջորդ ինչ որ մի գոյացման վրա։ Պիտի փորձենք հասկանալ, թե ինչ է 4-րդ հանրապետությունը, ինչի համար է 4-րդ հանրապետությունը։ Եթե մենք հետևում ենք ֆրանսիական օրինակին, ասենք 5 հանրապետություններ, այնտեղ դա պայմանավորված էր ուրիշ հանգամանքով, որ ասենք առաջին հանրապետությունը հռչակվում էր, դեռ ասենք ֆրանսիական բուրժուական հեղափոխության շրջանում 18-րդ դարի վերջին, հետո տապալվում էր այդ ռեժիմը, իշխանությունը գալիս էր միապետությունը, բուրբոններն էին գալիս, հետո նորից էր հեղափոխություն լինում, երկրորդ հանրապետությունը, նորից միապետությունը Նապոլեոն III, հետո նորից տապալվում էր, նորից գալիս էր հանրապետությունը, հասկացանք, բայց այստեղ քաղաքական ռեժիմի փոփոխման խնդիր չեմ տեսնում ես։ Ինչ որ արմատապես պիտի տարբերվի երրորդ հանրապետությունը, այսպես ասած 4-րդ հանրապետությունը, որ դրա անհրաժեշտությունը լինի։ Եթե այդ հանրապետության անհրաժեշտությունը լինի, բնականաբար ժողովրդի մոտ եւս պահանջարկ կառաջանա։ Ես դա չեմ տեսնում։ Համենայնդեպս ես որպես պատմաբան դրա անհրաժեշտությունը չեմ տեսնում։ Շնորհակալություն հետաքրքրության համար։ Ես եմ շնորհակալ։ Սիրելի բարեկամներ, ես հիշեցնեմ, որ ես զրուցում եի պատմական գիտությունների դոկտոր ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանի հետ։